Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով զրուցել է ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, Արաղչին տեղեկացրել է ռուսական կողմին Իսլամաբադում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մասին։ Նախարարները նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Թեհրանը փոխհատուցում է պահանջել արաբական 5 պետությունից, մեղադրելով նրանց Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ ռազմական գործողություններում գործակցության համար, հայտնում է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը։ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Դուբայում և Աբու Դաբիում կրճատվել է եվրոպական բրենդների վաճառքը, գրում է Reuters գործակալությունը։ Մարտին բրենդները հայտնել են վաճառքի 30-ից 50% անկման մասին Mall of the Emirates-ում, Դուբայի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Դուբայ Mall-ում այցելուների թիվը նվազել է մոտ 50%-ով, ինչը վկայում է վաճառքի հնարավոր ավելի մեծ անկման մասին։ Մեկ այլ բանակցության հնարավոր զարգացման մասին է փոխանցում ՏԱՍՍ-ը։ Վաշինգտոնում Լիբանանի և Իսրայելի դեսպանների միջև հանդիպումը ճանապարհ կբացի երկկողմ շփումների համար և կհանգեցնի սահմանին հրադադարի վերաբերյալ նոր համաձայնության, Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն է ասել, ըստ ՏԱՍՍ-ի։ Աունի խոսքով այժմ հնարավորություն կա Միացյալ Նահանգների հովանու ներքո կայուն կարգավորման հասնելու, ինչին Լիբանանը ձգտում է։ Եվրոպական հանձնաժողովը պատրաստվում է աշխատել Հունգարիայի նոր կառավարության հետ, երբ ընտրություններում հաղթած Պետեր Մաջարը պաշտոնապես ստանձնի պաշտոնը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Լայենի խոսքով Մաջարի հայտարարությունները վկայում են եվրոպական ուղուն հետևելու և Եվրամիության հետ գործակցելու պատրաստակամության մասին։ Նա ընդգծել է, որ Հունգարիայի վերադարձը ավելի սերտ համագործակցության կարևոր է Եվրամիության միասնության համար։ Աղմկահարույց դեպք Ավստրիայում 13-ամյա աղջիկը մեղադրվում է 109 հանցագործություն կատարելու համար։ Մեղադրանքները ներառում են գողություն մեքենայի առևանգում և հեծանվորդի դիտավորյալ վրաերթ։ Դեպքից 3 րոպե անց դեռահասը Google-ում որոնել է վրաերթի և փախուստի համար նախատեսված ազատազրկման պատժաչափը, նաև հետաքրքրվել, թե որտեղ են ապրում հրեաները, որպեսզի կարողանա հետապնդել նրանց։ Ամենալուրջ հանցագործություններից մեկը տեղի է ունեցել մարտի 30-ին։ Աղջիկը գողացած մեքենայով փորձել է հարվածել հեծանվորդին։ Երկար հետապնդումներից հետո մեքենայով հարվածել է նրան։ Քննիչները նշում են, որ աղջիկը տառապում է հիմար հայտնիությամբ և շատ է ուրախանում իր հանցագործությունների համար գրված լրատվական հոդվածների և սոցիալական ցանցերում դիտումների քանակով։ Անիա Բաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։